Բարի առավոտ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը եւ այսօր տաղավարից սիրով ձեզ ողջունում են Սուրենը եւ Ադրինեն եւ մենք պատրաստ ենք այս անձրևոտ օրը ձեզ նվիրել շատ ու շատ արևներ։ Բարի առավոտ Սուրեն ջան, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, ողջունում ենք ձեզ, ասում ենք միացեք մեզ առաջին ծրագրին ու խոստանում ենք բարձր տրամադրություն անկախ եղանակային պայմաններից։ Այո, եղանակային պայմանները անձրևոտ են, չնայած Ադրինե, ես իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում հիշում եմ, որ այս անձրևը միշտ լինում էր հենց ապրիլի 24-ին, ոգեկոչման ազգային օրը, եւ 3 արև էր, եւ երևի թե դա նրա համար էր, որպեսզի այդ մարդիկ, էլ ավելի շատ լինեն եւ անձրևը չխանգարեր, որպեսզի բոլորը գնային եւ ծաղիկներ դնեն հենց հենց այնտեղ հուշահամալիրին, որպեսզի կարողանային հարգանքի տուրքը տային եւ իհարկե հարգեն հենց այդ զոհերի հիշատակը, դա շատ կարեւոր է յուրաքանչյուր հայի համար, նույնիսկ աշխարհի որ անկյունում էլ որ մենք լինենք, միշտ ապրիլի 24-ը շատ կարեւոր օր է բոլորիս համար, ոգեկոչման օրն է։ Եվ երեք ես հենց այնտեղ եւ ականատես եղա, որ շատ ու շատ մարդիկ հենց փոքրիկ երեխաների ձեռքը բռնած ձեռքներին ծաղիկներ այդպես բարձրանում էին այդ ճանապարհը։ Իմիջիալոց ճիշտ ես նկատել, ես էլ նկատեցի համեմատ մնացյալ տարիներին 3 երեխաները շատ էին, ինչը շատ ոգևորիչ էր ինչ որ առումով, դա նշանակում է, որ ընտանիքներում խոսվում է այդ մասին, շատ կարևորվում է այս հարցը եւ իհարկե երեխաները այո պետք է հենց ընտանիքից, դպրոցից հասկանան այս երևույթի ծանրակշիռ մասը եւ իհարկե այսպես էլ առաջնորդվեն, գնան առաջ, որպեսզի իսկապես մի օր արդարությունը հաղթի։ Դե հուսանք, որ հենց այդպես էլ կլինի եւ իհարկե սերունդների այդ կարեւոր գաղափարի իրենց մեջ, որդեգրելով սերունդները կհասնեն հենց այդ կարեւոր նպատակին։ Այսօր արդեն ապրիլի 25-ն է եւ ինչպես հենց Ավետն էր գրել երեք իր Facebook-յան եւ Instagram-յան էջում, ապրիլի 24-ին հաջորդում է ապրելու 25-ը։ Այո, ապրելու 25-ն է եւ շատ կարեւոր է, որպեսզի հենց այդպես բարձր բաց ճակատով ամբողջ աշխարհին շարունակել ապացուցել հենց այդ կարեւոր հարցը։ Եվ ապրիլի 24-ը նաև Ադրինե ամեն տարի աշխարհում նշում է ԴՆԹ-ի միջազգային օր։ Ապրիլի 25-ը աշխարհում նշում է ԴՆԹ-ի միջազգային օրը։ Օրվա ընտրությունը պատահական չէ, քանի որ 1953 թվականին հենց այդ օրը Ջեյմս Ուոթսոնը ու Ֆրենսիս Քրիկը Մորիս Ուլիկոնսի եւ Ռոզալին Ֆրանկլինի հետ համատեղ Nature ամսագրում հրապարակեցին մոլեկուլի ԴՆԹ-ի հետազոտության արդյունքները։ Իսկ 50 տարի անց 2003 թվականի ապրիլի 25-ին գիտնականները հայտնեցին, որ գենոմի վերացման աշխատանքները մոտ են ավարտին, գենոմի որոշ հատվածների հավելյալ անալիզը դեռևս ավարտված չէր, սակայն նախագծի հիմնական աշխատանքներն արդեն մոտեցել էին ավարտին։ Ըստ գիտնականների մարդկային գեների կառուցվածքի վերծանումը շատ կարևոր է առողջապահության զարգացման համար, քանի որ ԴՆԹ-ում է պահպանվում մեր գենետիկական ամբողջ ինֆորմացիան։ Սա մի կարևոր առաջընթաց էր բժշկության ոլորտում։ Ամեն տարի ապրիլի 25-ին թեմայի շուրջ անցկացվում են դասախոսություններ, սեմինարներ եւ այլ կրթական ծրագրեր։ Հոյակապ է եւ կարծում եմ շատ կարեւոր է, այո, ԴՆԹ-ի։ Այո, միշտ ասում են, չէ՞, այսպես ժառանգական, ինչ որ մի բան որ գա, ասում են, դե դա ժառանգական է։ Այո, դե դա ժառանգական։ Հենց արյան ԴՆԹ-ի միջոցով էլ այդ ամբողջ ժառանգականությունը անցնում է։ 1924 թվականի ապրիլի 25-ին ծնվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ կոմպոզիտոր Վլադիմիր Բալյանը։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական եւ ստեղծագործական բաժիններում։ 1952-ից 1954 թվականներին եղել է Լենինականի երաժշտական ուսումնարանի, իհարկե այժմ Գյումրու, Կարամուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը։ 1955-ից 61 թվականներին ղեկավարել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ 1961-ից 64 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը։ 64-ից 66 թվականներին Հայ ֆիլհարմոնիայի տնօրենը։ 1966 թվականից մինչև 72 թվականը ղեկավարել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, փաստացի դառնալով մշակութային այդ օջախի հիմնադիր տնօրենը։ Հոյակապ։ Ваша классная комната. Отсюда надо взять в жизнь. На войну кто-то вышел замуж, у кого-то жизнь иначе сложилась, кто-то стал крупным специалистом, кого-то уже нет. Это наш последний класс, 10-й, 2-й. Вид на родную улицу. Да?
Շարունակելով թերթել հենց պատմության էջերը, ասենք, որ սովետական էստրադայի հայտնի արտիստ, աճպարար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանը ապրիլի 25-ին կդառնար 107 տարեկան։ Հարություն Հմայեկի Հակոբյանը ծնվել է 1918 թվականի ապրիլի 25-ին, 1935-ին ավարտում է պարարվեստի ուսումնարանը եւ ընդունվում ազգային պարի համույթ, իսկ նոր հոր պնդմամբ ավարտում նաեւ շինարարական տեխնիկումը։ 1937-ին Հարություն Հակոբյանը լավագույն շինարարների շարքում գործուվում է Մոսկվա, ուսումը շարունակելու։ Այնտեղ ապագա արտիստն ընդունվում է երկրագործական ինստիտուտ։ Մոսկվայում Հակոբյանն առաջին անգամ աճպարարի ելույթ է տեսնում, ինչը որոշում է նրա հետագա ճակատագիրը։ Ազատ ժամերին նա արդեն հաջողակ աճպարարությամբ է զբաղվում։ Ինստիտուտն ավարտելիս Հակոբյանն արդեն հաջողակ աճպարար է։ Նրա անունը լայնորեն հայտնի էր նաև սովետական միության սահմաններից դուրս։ Նա Կոլումբիայի, Կարլսբադի, Փարիզի միջազգային մրցույթների դափնեկիր է։ Սուպեր։ Ես այնքան հպարտ եմ, երբ լսում եմ, որ այսպիսի հանրահայտ մարդիկ կապ են ունեցել պարարվեստի ուսումնարանի հետ, եւ ես էլ անցել եմ այդ ճանապարհներով, ես այնքան հպարտանում եմ, եւ հետաքրքիր է պարարվեստի ուսումնարանի սաներից շատերը աճպարարության հետ մի տեսակ կապ ունեն։ Նույն Սոս Սարգսյանը շատ հայտնի այդ տղան, որը աշխարհ է նվաճել, պարարվեստի ուսումնարանի սան է եղել։ Շատ հետաքրքիր, ես այնքան հպարտանում եմ եւ շատ ողջունում եմ բոլորին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր իհարկե սովորել են պարարվեստի ուսումնարանում։ Վերադառնանք պարարվեստի ուսումնարանից, Ադրինե, եւ իհարկե վերադառնանք հենց մայրաքաղաքի փողոցներ, որտեղ այսօր անձրևի պատճառով բավականին խիտ են խցանումները եւ շատ։ Այս պայդրությամբ, ինչպես տեսնում ենք, քարտեզի վրա արդեն կարմիրով շատ են այս գծերը, Միասնիկյան փողոցը իջնող հատվածը կարելի ասել ամբողջությամբ խցանված է, Սարալանջի բոլոր լանջերով բավականաչափ խցանված է, փոքր կենտրոն նույնպես, Աթենքի փողոցը խցանված է, Հակոբ Պարոնյան փողոցը խցանված է, Գրիգոր Լուսավորի փողոցում կան մեքենաների կուտակումներ, այո, երրորդ մասի հատվածը բավականաչափ արդեն խցանված է, ինչպես նկատում են Գարեգին Նժդե, Իսակով Պողոտան արդեն խցանված է, Արշակունյաց փողոցն է խցանված, Տիգրան Մեծ փողոցը երկկողմանի խցանված է, գանք Կոմիտասի, Արաբկիրի շրջան, ինչպես տեսնում ենք, այստեղ բավականաչափ կարմիր է եւ Կոմիտասի Պողոտան երկկողմանի խցանված է, Վաղարշանը խցանված է, Բարեկամություն մետրոյի հարևանությամբ իհարկե Կիևյան կամուրջը եւ Կիևյան փողոցը խցանված է, Օրբելի եղբայրներ փողոցը, Բաղրամյան փողոցը, այսպես անվերջ կարելի է նշել, որ այս բոլոր փողոցները խցանված են։ Մայրաքաղաքը խիստ է խցանումներով, Արաբկիրի շրջանը եւ ինչպես արդեն նկատեցինք, շատ են խցանումները։ Դե այս պահին, որպեսզի այդ խցանումներից զերծ մնանք, Ադրինե, ես առաջարկում կարճ դադար ունենանք մեր Ես էլ եմ եթերում։ առաջարկում։ Հետո արդեն վերադառնանք ու գնանք խոհանոց, տեսնենք այսօր ինչ է պատրաստելու մեզ համար։ Այո։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, մաղթում ենք ձեզ արևոտ տրամադրություն, պատոնից դուրս մի նայեք, անձրև է գալիս, ամպամած է, մոխրագույն է տրամադրությունը, եղանակի։ Ոչ թե մեր, մենք փորձում ենք այսօր ձեզ նվիրել այդ արևի շատ կարևոր չափաբաժինը եւ դա անում ենք ոչ թե մենակ, այլ մեր աշխարհի ընկերների եւ գործընկերների հետ միասին, որովհետեւ երեկոն կարելի է ավարտել բրիզ փրփրուն ռոզե գինիով, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, որտեղ միշտ կարող եք գտնել այն կարևոր տրամադրությունը, որը հատուկ է հենց ձեզ համար եւ չմոռանանք նաեւ առավոտները սկսել կատնամթերքի շատ մեծ պաշարով, որը տալիս է օրգանիզմին այն էներգիան սպիտակուցների հետ մեկտեղ, որը շատ կարևոր է մեզ համար։ Էլոլա ապրանքանիշը Սյունած լեռների համն ու հոտը ամբողջությամբ ներառելով իր ապրանքների մեջ ներկայացնում է բոլորին այս ապրանքները կարող եք գտնել, կատնամթերքը կարող եք գտնել ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանի սահմաններից դուրս եւ յուրախություն նաև Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցների, ասեմ որ այնտեղ հայկական խանութներում արդեն հասանելի է Էլոլայի ողջ տեսականին։ Դե կարծում եմ հիմա ժամանակն է տեղափոխվելու խանութ, որովհետեւ հենց Էլոլան է դարձել պատճառ, որի հետ կապված Ադրինեն այսօր համեղ բան է պատրաստելու մեզ համար։ Ադրինե Ողջույն եւս մեկ անգամ Սուրեն ջան, ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին, այո սիրելիներս, Սուրենը շատ ճիշտ է ասում, այսօր ես որոշել եմ մեր գործընկերոջ զամբյուղից, այս բազմապիսի պանիրներով լցված զամբյուղից օգտվել եւ իհարկե պատրաստել օրվա բաղադրատոմսը, որը շատ հետաքրքիր է լինելու, շատ պարզ, շատ հասարակ, բայց շատ համեղ եւ հագեցնող։ Իհարկե այստեղ պետք է մի փոքր այսպես դուրս գալ խանութ եւ մի փոքր գնումներ կատարել, բազմապիսի պանիրներ
գնել։ Ես այսօր որոշել եմ պիցա պատրաստենք միասին, ահա ունենք շերտավոր խմոր, բայց այն պատրաստենք միայն պանրի տեսականիով։ Բազմապիսի պանիրներ խառնենք միմյանց եւ ստանանք շատ համեղ պիցա։ Ես առայժմ պատրաստել եմ մոթալ տարբերակը եւ սուլուգունի տարբերակը, բայց մենք այստեղ ունենք մոցարելլա տարբերակը, ունենք բրունի տարբերակը, մի քանի պանիրներ խառնենք իրար, տեսնենք թե ինչ կստացվի, ինչպիսի հետաքրքիր համ կստանա այդ պիցան։ Քանի որ ես կարող եմ ինձ այս շռայլությունը թույլ տալ, որովհետեւ մեր գործընկերը տվել է այդ հնարավորությունը, դուք ընտրեք ձեր նախասիրությամբ մի քանի տարբերակով կամ եթե տանը կա հենց մի քանի տարբերակ պանիր, այդպես պատրաստեք, իսկ եթե ոչ դե գնումների ժամանակ արդեն կողմնորոշվեք ինչ գնել։ Ահա, ես պետք է շերտավոր խմորը բացեմ, այս պանիրները պետք է հերթականությամբ քերիչով անցկացնենք եւ իհարկե պատրաստենք այն համեղ եւ հետաքրքիր պիցցան։ Ինչ ենք անում առաջին հերթին, բնականաբար հենց առաջին հերթին էլ կսկսենք քերիչով անցկացնել պանիրները։ Մոթալ տեսակը իհարկե իր մեջ համեմունքներ է պարունակում հիմնականում կանաչեղեն, այնպես որ սա էլ շատ հետաքրքիր կլինի, վերջում այսպես կլցնեմ վրան եւ ինձ թվում է շատ եւ յուրօրինակ կստացվի մեր պիցան եւ շատ համեղ։ Հիմա հերթականությամբ գնանք առաջ, ես հիշեցնեմ, որ նաև Էլոլա ապրանքանիշը ուներ պանիր բաստուրմայով, այս տարբերակն էլ կա, եթե հետաքրքրում է ձեզ, անպայման ձեռք բերեք եւ նույն այս պիցայի մեջ կարելի է նաև դա օգտագործել, շատ համեղ էր, մենք փորձարկել ենք արդեն, մենք եւ այնպես պատառիկներ ենք պատրաստել, ճաշակել ենք եւ օգտագործել ենք ծվածեղի մեջ, եթե հիշում եք, անցյալ օրը, նախանցյալ օրը մենք պատրաստեցինք շատ համեղ ծվածեղ, որտեղ օգտագործեցինք բաստուրմայով պանիրը։ Եվ այսպես անցնելով առաջ ես վերցնեմ մի աման եւ սկսենք քերիչով անցկացնել մեր պանիրները։ Այսպես եւ սկսենք մոցարելլա տարբերակից, մոցարելլան շատ համեղ է, շատ իսկապես եւ չգիտեմ, կերակուրների մեջ է յուրահատուկ համ փոխանցում եւ որոշակի թխուկներին, որ մենք այստեղ ընթացքում պատրաստել ենք եւ համոզվել ենք, որ շատ համեղ են եւ շատ արագ հալչում են իմիջայլոց։ Ահա, փորձենք տեսնենք, թե այսօր մեր որոշումը ինչպես կլինի, ինչպիսի պիցա կստանանք, բայց երևի հետաքրքրությունը հենց դրա մեջ կլինի, որ ինքը կլինի միայն պանրով։ Այսպես տոպրակը բացենք եւ անցնենք առաջ։ Առայժմ փորձենք քիչ կտորներով այսպես գնալ առաջ, իհարկե կանցկացնեմ խոշոր անցքերով այն։ Շերտավոր խմորը, սիրելիներս, ես ձեռք եմ բերել հենց խանութից, գիտեք, մշտապես երբ շերտավոր խմորով որևիցե բան եմ պատրաստում, հաստատ խանութից եմ ձեռք բերում, ես մի փոքր ժամանակի խնդիր կա չեմ հասցնում ինքս պատրաստել, սակայն եթե անկեղծ լինեմ, չեմ էլ փորձում պատրաստել, որովհետև խանութում շատ համեղ ու լավ շերտավոր խմորներ կան, այնպես որ որևիցե խնդիր չեմ տեսնում դրա մեջ, որ պարտադիր պայման լինի, որ մենք պատրաստենք։ Կան արժեքներն էլ մատչելի է, ինչու ոչ, կարելի է շատ հանգիստ միջին գնանոց շերտավոր խմոր ձեռք բերել եւ իհարկե ստանալ շատ համեղ, որովհետեւ թխուկ։ Դա հենց քաղցրերին է վերաբերում, թե որոշակի այսպես պերոգային տարբերակներին, թխուկներին է վերաբերվում, այնպես որ ես հավատացնում եմ, որ չարժե նույնիսկ չարչարվել։
Սա մի փոքր աշխատատար process է, այս քերման ընթացքը մի փոքր մեզնից ժամանակ է խլելու, բայց որպես թխուկ շատ արագ է պատրաստվելու։ Ընդհանրապես պետք է շերտավոր խմորը բացել, տեղադրել թավայի մեջ, պանիրները լցնել ու տեղափոխել ջեռոս 15 րոպեից պատրաստ կլինի թխուկը եւ կվայելեն բոլոր ընտանիքի բոլոր անդամները։ Ահա, այսպես։ Ադրինե, մինչև դու իհարկե անցնում ես Ջան։ թխուկներ պատրաստելու, ես գիտեմ, որ շատ համեղ պիցա ես պատրաստելու, ես կանցնեմ նախաճաշը պատրաստելու։ Շատ ճիշտ կանես, այո։ Կաթնաշոր եւ ունենք թթվասեր։ Ես կարող եմ, աման Ես ունենք, աման, այո։ ես ամեն ինչի տեղը գիտեմ։ Այո, դա ճիշտ է։ Չեմ խանգարի քեզ։ Դու ինձ չես Եվ կփորձեմ իհարկե այս համեղությունները հիմա պատրաստել, որովհետեւ կատնաշոր եւ թթվասեր եւ շատ համեղ սա հոյակապ նախաճաշ է առավոտյան հատկապես այս եղանակի համար։ Ցանապես բոլոր պարապողների համար ես միշտ ասում եմ, որ սա շատ կարևոր է, որովհետեւ երբ որ մարզասրահում ակտիվ պարապում ես, պետք է նաեւ մկաններդ սնուցվեն սպիտակուցներով, ինչն էլ առաջարկում է հենց կատնամթերքը։ Այո, շատ ճիշտ է։ Ես ինչու նշեցի այս եղանակի մասին, որովհետև այնուամենայնիվ մենք մի փոքր այսպես ուզում ենք հագուստը թեթևացնել, այսպես չենք հասկանում, տաք հագնվենք, թեթև հագնվենք եւ այս ընթացքում էլի վիրուսները եւ մրսածողությունը շատ տարածված է։ Դրա համար նմանատիպ հարուստ կալորիաներով ուրեմն նախաճաշը պարտադիր է։ Թթվասեր, կատնաշոր, մեղր, լավ պանիր, անպայման այս մթերքներից օգտվեք, որպեսզի խուսափեք հիվանդություններից, այսպես ասած։ Իմունային համակարգը մի խոսքով ապահովեք, այո։ Բարելավում ենք աշխատանքների շնորհիվ կարևոր։ Եվ այստեղ ես ունեմ սուլուգունի պանիր, սուլուգունին անպայման, որովհետև շատ մեծ նշանակություն ունի այս պարագայում սուլուգունին, որովհետև նա ապահովում է համ հալեցման process-ը, համ այդ կպչունություն է ապահովում բոլոր պանիրները, ես կարծում եմ սուլուգունի հետ խառնվելով շատ կպչուն կդառնան եւ այսպես այդ ծորացող, պանիրի ծորացող էֆեկտը մենք հաստատ կստանանք։ Ես անցնում եմ առաջ, շարունակում եմ, հենց նույն ամանի մեջ մեր մացարելայի վրա ես այսպես քերիչով կանցկացնեմ պանիրը, իհարկե սուլուգունին մի փոքր ավելի շատ կանենք, որպեսզի իսկապես այդ կպչունությունը ապահովենք եւ հետո արդեն բռունին։ Կա հենց այդպիսի պիցայի տարբերակ, հա, իտալական կոչվում է 4 պանիր։ Այո, 4 պանիր։ Այսօր այդ տարբերակն է 4 պանիր, մացարելա, սուլուգունի, բռունի կօգտագործենք եւ մոթալ։ Այնպես որ մենք էլ իտալացիների պես ենք պիցա պատրաստում։ Իտալացիները, հայերը այնքան նմանություններ ունեն, ես կարծում եմ, որ չգիտեմ, կապ ունեցել են երբևէ դարեր առաջ իրար հետ, ոնց է եղել, ինչ է եղել։ Ամեն դեպքում, երբ որ իմիջիալոց շատ հետաքրքիր ու շատ կարևոր փաստ կա արձանագրված հենց դեպի Կոլիզեի գնացող ճանապարհի վրա, այդ մեծ պատին։ Այո, իհարկե։ Այնտեղ բոլորը դա լուսանկարում են եւ տեղադրում համացանց, որ ներկայացված է 4 ժամանակաշրջանները, եթե չեմ սխալվում 5 թե 4, որտեղ ամբողջ աշխարհը այդպես քարտեզի վրա անցել է Հռոմի տիրապետության տակ եւ այդտեղ հենց այդ ավելի վաղ շրջանում Հայաստանը նույնպես հա եղել է հենց Հռոմի տիրապետության տակ որոշ տարածքներով եւ այնտեղ հենց այդ պատի վրա քարտեզի վրա այո գրված է Արմենիա շատ մեծ դե բնականաբար հետո արդեն 4 ժամանակաշրջաններում արդեն այդ ամբողջը կամաց դուրս է եկել արդեն Հռոմի տիրապետությունից այնպես որ երևի թե հենց այդ ժամանակ ինչու մի խելացի մարդ մի բան պատահել պիցա է պատրաստել եւ այսպես կիսվել հիմա դե չենք հասկանում այդ խելացին հայերից է եղել թե հռոմեացիներից է եղել բայց որ միմյանց փոխանցել են այդ պանիրների եւ խմորի տարբերակը փաստ է ես մի բան գիտեմ որ աշխարհի ժողովուրդների մեջ հայերի մատը խառն է ես այդ գիտեմ որ աշխարհում բոլոր այդ տեղ չկա, նշույլ չկա, այնպեսի բան չկա, որ հայի ձեռքը այնտեղ դիպչած չլինի, այդպիսի բան չկա, ես դեռ գոնե, ինչ որ այնպիսի երբեմն հետաքրքիր բաներ ես բացահայտում, որ պարզվում է հիմքում հայի, այո,
հայի Հիմքում հայն է։ ինչ-որ Աշխարհի հիմքում է հայը։ գործողություն է։ Այո, դա իրականություն է, քանի որ հենց Նոյը իր տապանը այսպես իջեցրել է Արարատ լեռան վրա, այնպես որ այստեղից ամեն բան սկսվել է։ Աստված ի վերուստ, այո, Աստված ի վերուստ որոշել է ինչ է լինելու։ Բայց դա Աստված, որ շատ լավ լինի, աշխարհը այնքան գեղեցիկ է, այնքան լավն է, ես հույս ունեմ, որ մարդիկ կկարողանան վայելել իսկականը, ոչ թե սենց խժդժությունները, այո, եւ պահպանել ամենակարևորը։ Եվ այսպես անցնելով առաջ ասեմ, որ հիմա ինչ ենք անում։ Հիմա կանցնենք բրունի ուրեմն քերման process-ին եւ այստեղ մոթալն էլ պետք է պարզապես ձեռքով փշրել։ Սա այնպիսի պանիր է, որ քերիչով անցկացնել պետք չի, ինքը այստեղով այսպես կարելի է շատ հանգիստ փշրել։ Եվ իհարկե ես մի փոքր այստեղ կարգի բերեմ, որպիսի խմորը մենք փորձենք բացել։ Խարակուսի տարբերակով է արվել։ Այո, ես կարծում եմ մեր թավայի հենց ձևով մենք կբացենք այն եւ իհարկե հենց այդպես էլ կտեղափոխենք ջեռոց։ Սակայն կարելի է ձեռք բերել նաեւ շերտավոր խմորներ կան քառակուսի փոքրիկ տարբերակ, այսինքն կարելի է նաեւ խաչապուրի տարբերակը այսպես ստանալ այդ փոքրիկ քառակուսիներն վրացական խոհանոցին։ Այո, այդ էլ չգիտեմ ինչ է վրացիներին նա թե մենք ենք մի բան հուշել իրենց, այդ էլ չգիտենք, այդ էլ կարելի է պարզել։ Այ այսպես առայժմ այս պանիրն էլ դնենք մի կողմ եւ իհարկե անցնենք հաջորդին։ Այսպես ես դնում եմ այստեղ։ Կարելի է այստեղ մի փոքր կարգի բերել մեր հեռուստադիտողների թույլտվությամբ։ Ադրեն, ինչպես ես հասկացա, ավելի շատ պանիրները մանրացնելու process-ն է։ Այո, հիմա քերիչով կանցկացնեմ հաջորդ պանիրը, ինձ թվում է հեռուստադիտողը այստեղ ոչ մի առանձնապես ասելիք չկա, այնուհետև արդեն շերտավոր խմորը միասին կբացենք եւ կշարենք մեր պանիրները։ Դե եթե այսպիսին է ընթացքը, ես կարծում եմ այս պահին դադար կարող է լինել մեր եթերում, հետո արդեն վերադառնանք եւ իհարկե կշարունակենք եթերը։ Այո, մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք մեր ծրագիրը բարելույս եւս մեկ անգամ բոլորին եւ ասեմ, որ 1982 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի կողմից որոշվեց ապրիլի 29-ը նշել Պարի միջազգային օր։ Տոնը նվիրված է Պարի բոլոր ոճերին եւ հենց այս առիթով, քանի որ բարեկամություն պետական անսամբլը ունի հենց ամսի 26-ին, ապրիլի 26-ին մի շատ հետաքրքիր իրադարձություն, այս առիթով մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք բարեկամություն պետական անսամբլի արտիստներ Անի Մելյանին եւ Մարինե Մարուքյանին։ Բարի առավոտ։ Հիանալի դուք։ Նախ ուզում եմ նախապես շնորհավորել ձեզ Պարի միջազգային օրվա հետ կապված, դե ապրիլի 29-ին, բայց շուտ եմ շնորհավորում, ոչինչ։ Եվ ուզում եմ հասկանամ ինչպես որոշվեց, որ Պարի գնալ, հա, դա ծնողների որոշումն ա եղել ձեր պարագայում, թե հենց դուք եք ուզել, որտեղ փոքր ժամանակ մենք չենք հասկանում ինչ ենք ուզում, առավել շատ գնում ենք ծնողների դրդմամբ։ Իմ պարագայում ծնողների մասնավորապես հորեղբորես 5 տարեկանում եմ գնացել, դժվար թե ես որոշեի դա։ Հետո արդեն դե իմ ցանկությամբ։ Իմ պարագայում հակառակներ տանը մենք հաջողում ենք դաշնամուրի եւ սիրույրս եւ մի օր ես բուն տարեցի եւ ասացի որ ես ուզում եմ գնալ Պարի, այդպես սկսվեց իմ կարիերան։ Քանի տարի արդեն պարարվեստում եք։ 10-ից ավել։ Ես 20 ավել մի քիչ։ Առաջին հայացքից բոլորիս համար շատ գեղեցիկ է, չէ՞, որ պարում են, շատ հրաշալի է, բայց մենք չգիտենք թե դժվարությունների մասին, իսկ Պարին այդ գեղեցիկությանը, հա, հասնելու համար պահանջում է քրտնաջան աշխատանք, դժվարություններ, որոշակի զոհողություններ։ Մի քիչ խոսենք նաև այս վարակուրից այն կողմի մասին, թե ինչ է կատարվում, որ հետո արդեն արդյունքը մենք տեսնում ենք բեմում։ Իրականում յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մասնագիտություն պահանջում է ամենօրյա աշխատանք, թերևս դժվարությունը երևի դրա մեջ է, որ անգամ մի օր բաց թողնելը դա իր տեղը երևում է ու դժվարությունները իհարկե կան եւ ֆիզիկապես եւ հոգեպես, ուղղակի անհրաժեշտ է ամուր ոգի եւ ինձ թվում է պետք է սիրել մասնագիտությունը, որ սիրում ես, փորձում ես հաղթահարել։ Իսկ եղել է պահ, որ օրինակ ասեք վերջ ես ինչի որոշեցի պարող դառնամ, ավելի լավ չէր բժիշկ դառնայի, օրինակ իմ մոտ եղել է շատ։ Լինում են ոչ հաճախ, բայց երբեմն լինում են։ Բայց իհարկե սերը պարարվեստի հանդեպ այնքան մեծ է, կոնկրետ մեր պարագայում,
ու նվիրումը, որ այդպես կտրուկ, որ գնանք դեպի բժշկություն, այդպեսի ցանկություն չի Եթե առաջացել։ վերցնենք արվեստը ինքը նույնպես բժշկության տարբերակ է, բուժում է հոգիները։ Եկեք հասկանանք, թե ինչպես սկսվեց ձեր հաղթարշավը դեպի բարեկամություն պետական անսամբլ։ Բարեկամություն անսամբլում ընդունվում են պրոֆեսիոնալ պարողներ, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կրթություն եւ որոշակի փորձաշրջան անցնելուց հետո արդեն որոշվում է կարող են համապատասխանում է պարողը անսամբլի չափանիշներին, թե ոչ։ Արդեն իսկ պրոֆեսիոնալ դարձած պետք է գալ բարեկամություն անսամբլ։ Քանի տարի է բարեկամություն եք։ Ես 14։ Ես արդեն 6-րդ տարին է։ Ինչ դժվարություններ եք ընդ հանդիպել այս տարիների ընթացքում։ Մենք խոսում ենք անընդհատ դժվարություն։ Իրականում անսամբլը ունի շատ խիստ դրված կարգապահություն, ինչը դա առաջին հայացքից իհարկե թվում է խիստ եւ ձեր ասած դժվարությունը, բայց հաջողության գրավականը, հավատացեք, տարիների ընթացքում հասկանում ես, որ դա է դասական ուղղվածություն, կարգապահություն ու Եվ բեմադրությունների բարդություն, որը տարիների ընթացքում ես հաղթահարում, որովհետև մեր անսամբլում ապրելը մեր ասպարեզի մարդկանց պարզ է, որ բարդ է շատ, քանի որ շատ բազմաբովանդակ է ծրագիրը, շատ տարբեր է, տարբեր ազգերի պարեր ենք ներկայացնում, ինչպես գիտեք, դասական, մոդեռն, այսինքն այդ ամեն ինչը դու ինչքան է պրոֆեսիոնալ լինելով ես մտնում անսամբլ, բայց միևնույն է տարիների ընթացքում ես հղկվում, իսկ այդ հղկման ճանապարհը բարդ է։ Եկեք խոսենք նաև ապրիլի 26-ին կայանալիք հետաքրքիր իրադարձության մասին։ Ինչ է լինելու որտեղ։ Ինչպես նշեցիք բարի միջազգային օրվան ընդառաջ, մենք համերգային ծրագրով ելույթ կունենանք քաղաք Աբովյանում, համերգը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոնի համերգային սրահում, եւ սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին, որտեղ կտեսնի մեր խաղացանկից համարներ, հիմնականում հայկական են լինելու, բայց ունենք նաեւ դասական եւ ժամանակակից ոճով բեմադրություններ։ Եվ այդ օրը այդ ամենը ներկայացում է արդեն հանդիսատեսին։ Այո, Ամբողջ կազմով է ներկայանալու բարեկամությունը։ Այո։ Անգամ ունենք նոր այսպես ասած պարողներ, մի քանի, ովքեր երևի թե պրեմիերա կունենան, այդպես։ Այ ասացիք նոր պարողներ, ինձ հետաքրքիր է ինչպես է կատարում սերնդափոխությունը բարեկամությունում, հա, երբ որ նոր մարդ է գալիս, այ դուք եք ժամանակին եղել նոր բարեկամությունում։ Ինչպես է այդ process-ը կատարում, ինչպես են ընդունում նորեկին, ինչպես են փորձում օգնել, փորձում են խանգարել։ Չէ, խանգարել հաստատ չեմ փորձում։ Խանգարել չէ, որտեղ մեր շահերից է բխում, որ շուտ ինտեգրվի շարքերը, ինչքան հնարավորին է շուտ, ինչքան հնարավորին է շուտ ինտեգրվեն, այսինքն բոլոր պարերը իրենք էլ մեր նման արդեն պարեն, այնպես որ բոլորս ենք շահագրգռված, որ հնարավորինս արագ տեղի ունեն այդ ինտեգրումը։ Իսկ ինչպես է դա կատարում, այսինքն երբ որ մենք հասկանում ենք հատկապես աղջիկների պարագայում, հա, որ ընտանիք, երեխաներ, գալիս է մի ժամանակ, որ ամուսինը ձեռք մասնակցում է վերջ, էլ ոչ մի բան մնա տան երեխեքին հետևի։ Հա, կա տենց բան։ Լինում են դեպքեր, դրա համար մենք չի հանդիպել, բայց լինում են։ Դրա համար մենք չենք ամուսնացել։ Բայց ավելի հեշտ է, երբ ամուսինը նույն դաշտում է, թե ավելի հեշտ է, երբ ամուսինը անսամբլից դուրս է։ Ճիշտ ասած անսամբլում երկու տարբերակից էլ ունենք եւ հարկաստը նման խնդիրներ չեն առաջացել, որովհետեւ երևի տեսնում են նվիրումը եւ պրոֆեսիոնալիզմը։ Ճիշտ ասած այդպիսի դեպք չի գրանցվում, որ ամուսինը կամ կինը դեմ լինի դրա համար պարող աշխատանքից դուրս գա, ուղղակի մեզ մոտ տարիքային, այսպես ասած, ներքին սահմանափակում կա, որ որոշակի տարիքից հետո շատ երիտասարդական է մեր անսամբլը, կարելի ասել պետական կոլեկտիվներից Որոշակի տարիք որն է 80-ից հետո։ Չէ, մաքսիմում 35-40 երևի թե դե կարծում եմ ինչև այդ էլի բարում են եւ այլ ընտանեկան խնդիրներ չեն լինում։ Թորներին արդեն պետք է պահել։ Լավ, ինձ միշտ հետաքրքիր է, մենք շատ հաճախ դա տեսնում ենք ֆիլմերում, երբ որ պարողները, հատկապես պարուհիները շատ զողողություններ են գնում, կապված համեղ խոհանոցի հետ։ Մեր Ադրինեն թագավորում է այստեղ եւ այնպեսի բաներ է պատրաստում, որ ես եթե պարող լինեի, ես հաստատ հենց առաջի սեմեստրից դուրս կմնայի առաջի բանից։ Ինձ հետաքրքիր է դուք ինչ զողողություններ եք գնում։ Դիետաներ ասվածները պարողների թե Դե մեր պարագայում ի տարբերություն բալետի արտիստների, որոնք ավելի խիստ դիետաներ են պահում, մենք այդպիսի խիստ դիետաների չենք հետևում, ուղղակի մեր գրաֆիկը աշխատանքային այնքան ծանրաբեռնված է, մենք այնքան էներգիա ենք ծախսում, որ չենք էլ հասցնում չաղանալ, այսպես ասած։ չենք հասցնում չաղ։ Չենք հասցնում ուտել։
Շատ լավ։ Ինչ նոր համարներ է պատրաստում բարեկամություն, ինչ նորություններ կան, որոնք դեռ process-ի մեջ են։ Մոտակա համերգներին ունենք վերականգնված համար Չինարես Կոմիտասի, որը նույնպես Աբովյանում մեր հանդիսատեսը կտեսնի եւ շատ հաճելի անակնկալ ունենք պրեմիերա, որը կկայանա Ֆրանսիայում։ Ունենք արդեն չինական պար։ Այո, Ֆրանսիայում չինական պար։ Ներկայացնում է բարեկամությունը հայկական անձ։ Այո։ Իրականում Ֆրանսիայում ունենք նաեւ ելույթ մայիս ամսին։ Շրջագայության ենք մեկնելու Փարիզ եւ Մարսել քաղաքներ։ Այնտեղ Ժաֆ միություն կա, երիտասարդական, հայկական եւ նրա 80-ամյակին ենք մասնակցելու։ Այնտեղ գործող պարարվեստի Արաքս խմբի 80-ամյակն է։ Վաղուց ենք համագործակցում իհարկե անսամբլով, այսպես ասած, վաղուցվա բարեկամներ ենք, մեր ղեկավարը։ Բարեկամություն կա։ Այո, մեր ղեկավարը շատ լավ կապեր ունի իրենց հետ եւ շարունակական է դա։ Արդեն երրորդ անգամ ենք հրավերով ներկա լինելու, Ժաֆի հրավերով։ Շատ ուրախ եմ նշելու, որ այս անգամ մեր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը աջակցել է մեզ այդ հարցում եւ պատվով միանշանակ ինչպես նախորդ երկու անգամները, այս անգամ եւս պատվով ենք ներկայանելու եւ ինչ վերաբերում է չինական պարին, մեր այնտեղի հանդիսատեսը շատ լավ ծանոթ է մեզ, մեր այսպես ասած սպառացանկին եւ իրենք տեղյակ են, որ մենք ներկայացնում ենք տարբեր ազգերի պարեր։ Նախորդ երկու անգամները մեծամասամբ տարել ենք ավելի հայկական, ավելի ազգային, այսպես ասած ծրագրեր, այս անգամ մի փոքր տարբերվում ենք։ Քանի որ գնում ենք իրենց 80-ամյակը, այսպես ասած, շնորհավորելու, ամսի 24-ին իրենք ունենալու են իրենց 80-ամյակի նվիրված համերգ, մենք այդտեղ հյուր ենք լինելու։ Դե այնտեղ բնականաբար ավելի հայկական ծրագիր է լինելու եւ մենք նվերի տեսքով փորձում ենք ավելի ներկայանալ մի փոքր այլ ազգերի պարերով, այդ թվում եւ չինական պարը, որը պրեմիերա այնտեղ կունենանք։ Քանի հոգի եք բարեկամությունում ընդհանուր։ 40 մոտ 40 տղաներ, աղջիկներ միասին։ Մոտ 40, ես չգիտեմ, ես գինին 40 հոգու մեջ կարող եք բաժանել թե ոչ, բայց հաստատ տրամադրությունը կտա։ Իջովանի Սարգոն կարմիր 4 գինին, ես գիտեմ, որ պարողներին թույլ է տրվում է կարմիր 4, շատ քիչ չափաբաժնով, բայց միևնույն է այդ տրամադրությունը ապահովելու համար ձեզ ում եմ անսահման հաջողություններ, որովհետև այդ բարեկամությունը, որ ստեղծվել է բարեկամության շնորհիվ տարբեր երկրներում, դա շատ կարևոր է նաև մեր ազգի համար։ Այնպես որ շնորհակալություն ձեզ, ձեր ամբողջ թիմին եւ ձեզ մաղթում ենք հաջողություններ եւ նաեւ շատ լավ ելույթ, բնականաբար այդպես էլ կլինի արդեն ամսի 26-ին ու ամբողջ թիմին շնորհավորում ենք Բարի միջազգային օրվա հետ կապված։ Շնորհակալություն։ Ձեզ աղջիկներ, չտակ ոչ մեկին։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել իհարկե արև բացիկներից, յուրահատկությունը բացիկների նրանումն է, որ այստեղ ներառված են հայտնի երգերից ֆրազներ եւ նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Կամ ծաղիկների հետ, կամ նվերների հետ, կամ պարզապես, հա։ Ուզում եմ ձեզ նվիրել երկու բացիկներն էլ Հայկոյի երգի դիտողներն են, ես քեզ սիրահարվել եմ ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս, իսկ հաջորդը ուղղաչվեցին մեր հայացքները։ Սա ձեզ։ Դե պահեք ձեզ կամ նվիրեք ինչ որ հարազատ մարդ, որը սեղանին չի խփի ու ասի վերջ նստեցիք տանը։ Ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն, գեղեցկուիներին կճանապարհենք, հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր ծրագիրը։ Ես մեկ անգամ ողջունում ենք ձեզ սիրելի հեռուստադիտողներ եւ ասում ենք միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը։ Իսկ ես այսօր առաջարկում եմ պիցցայի տարբերակ, որը բաղկացած է լինելու միայն պանիրներից։ Պանրի 4 տեսակ եմ այստեղ օգտագործելու, ուրեմն ունենք մոցարելա տարբերակը, ունենք սուլուգունի տարբերակ, բրունի տարբերակ եւ իհարկե, ահա բրունի տարբերակը, էլի հալչող շատ համեղ պանիր եւ իհարկե մոթալ տարբերակը, որը վերջում, երբ այս բոլոր պանիրները կլցնեմ խմորի վրա, վերջում այսպես ձեռքով փշրելով կավելացնեմ նաեւ մոթալ տարբերակը։ Իհարկե մոթալը հալչող չէ, բայց այսպես գեղեցիկ կեղևի, այսպես ասած կեղև կդառնա կամ չգիտեմ, ջեռոցում շատ կտաքանա, այսպես շատ հաճելի կլինի իրեն ճաշակելը։ Եվ այս ամենը մենք պատրաստելու ենք շերտավոր խմորով, սիրելիներս, ցանկության դեպքում, եթե չեք հասցնի դուք անձամբ, եթե ձեզ հաճելի է, որ ինքներդ եք շերտավոր խմորը պատրաստում, եթե չեք հասցնի դուք պատրաստեք, ապա գնեք, եթե չեք հասցնի գնել, ապա կարող եք պարզապես
տանը պատրաստել ամենահասարակ խմորը, աղ, ջուր, ալյուր միախառնել, որպեսզի ժամանակ չխլի ձեզանից, մի քանի րոպեների ընթացքում խմորը ստանալ եւ իհարկե այդ խմորը պատրաստել ամենապարզ հասարակ տարբերակով, որը էլի շատ համեղ է, երբ այդ հասարակ խմորը շատ բարակ շերտով բացում ես եւ տեղափոխում ես ջեռոց որոշակի ուրեմն մթերքներով, շատ համեղ է ստացվում, վստահ եմ, որ դուք դրա մասին գիտեք։ Ես պարզապես այսօր օգտագործել եմ շերտավոր խմոր, հիմա կարող ենք հենց խմորի բացումով զբաղվել, ես այն տեղափոխել էի սառնարան, որպեսզի մի փոքր սառը մնար, որ մենք կարողանանք շատ հեշտությամբ անվացել։ Հիմա բերում եմ խմորը, ես այն դրել էի սառցախցիկում, հիմա արդեն պետք է փորձենք այն բացել։ Իհարկե, այստեղ մեզ հաստատ ալյուր է պետք, ալյուրի օգնությանը պետք է, այսպես ասած, դիմենք, առանց դրա չի լինի, ահա, և իհարկե այսպես փորձենք խմորը բացել եւ գրտնակել։ Քանի որ պատրաստի խմոր է, դուք գիտեք, շատ այսպես ջանքեր էլ չի պահանջվում նույնիսկ խմորը բացելու համար, ընդամենը պետք է գրտնակել, ստանալ քո ուզած չափը, այնպես որ այստեղ որեթե հարց ու խնդիր էլ չկա խմորի հետ կապված, այնքան ամեն ինչ արդեն հասանելի է, ամեն ինչ այսպես, չգիտեմ, ամենադյուրին տարբերակով մատուցված է, այնպես որ ջանքեր չեն պահանջվում։ Այսպես, հիմա փորձեմ ես խմորը բացել, ավելի բարակ դարձնել այն եւ ավելի մեծացնել, որպեսզի մեր տապակի մեջ տեղավորվի ամբողջությամբ։ Ես իհարկե քիչ առաջ նշեցի, որ կարելի է նաև այս տարբերակ որպես խաչապուրի օգտագործել, փոքրիկ կտորներով էլ են վաճառվում, ուրեմն շերտավոր խմորներ, կարելի է գնել այդ տարբերակը եւ խաչապուրի պատրաստել, կարելի է պարզապես այս խմորը բացել, միջուկ որպես միջուկ պանիրը լցնել եւ այսպես թխուկի պերոգի տեսք տալ, ինչ որ ձևով գեղեցկացնել խմորը եւ իհարկե այդպես այդ տարբերակով մատուցել։ Այնպես որ ճաշակի հարց է, այս պահին որովհետեւ պարտադրական բան չկա, ես նախընտրում եմ պիցցայի տարբերակը, այնպես որ մնացածը արդեն դուք կորոշեք։ Ես կարծում եմ մոտակա օրերին, հանգստյան օրերին, շաբաթ, կիրակի կարելի է պատրաստել որպես նախաճաշ այս համեղ ուրեմն պիցցան եւ մատուցել։ Այսպես։ Իհարկե, ես դեռ ջեռոցը չեմ տաքացրել, սիրելիներս, որովհետև կարծում եմ դեռ շուտ է, կարելի է մի փոքր ավելի ուշ այն տաքացնել, որովհետև շատ արագ է եփվելու մեր պիցցան, դրա կարիք չկա շատ շուտ միացնել ջեռոցը։ Արդեն անցել ենք խմորի պատրաստմանը, բացմանը, բացմանը, այո, բացում ենք։ Դե մինչև դու այս process-ը իրականացնես, Ադրինե, մենք կունենանք կարճատև դադար, հետո արդեն կվերադառնանք։ Ժամանակն է արդեն, ես հասկացա։ Հետո վերադառնանք ու ծանոթանանք ընթացքին։ Շատ լավ։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, եւ կա այսպիսի մի կարևոր ճշմարտություն, որ օրվա ցանկացած պահի կարող ես գնալ մարզասրահ, մարզվել եւ կարգի բերել առողջությունը, սա շատ կարևոր է, իսկ այդ ցանկացած պահն ու ժամը ընտրում ենք ինքներս, օրինակ ես շատ եմ սիրում մարզվել հենց առավոտյան, որովհետեւ հետո արդեն ամբողջ օրը իմ արժևում է լինում եւ ես կարողանում եմ հասցնել իմ բոլոր գործերը, բայց կան շատ մարզվողներ, ում հարմար է ավելի երեկոյան ժամի, որովհետեւ աշխատանքի ընթացքում հնարավոր չի լինում դուրս գալ եւ մի փոքր ժամանակ տրամադրել մարզումների։ Կարևոր չէ ժամը, կարևորը գտնել այդ ժամանակը եւ այցելել մարզասրահ Hill սպորտային համալիր, որտեղ հաստատ կգտնեք ձեզ համար նախատեսված մարզաձևը։ Ասեմ, որ այնտեղ 70-ից ավել մարզատեսակ կա, որը հատուկ հենց նախատեսված է յուրաքանչյուրիս համար։ Այնպես որ հիմա նորից տեղափոխվենք Hills եւ տեսնենք, թե այս առավոտ ինչ է մեզ առաջարկվում։
Բարև ձեզ։ Ես մարզիչ Տիգրան Գևորգյանս, մանկուց մարզում եմ ավանդական կարատե մարզաձևով 4 տարեկանից սկսած։ Ինքս աշխարհի փոխ-չեմպիոն եմ, Եվրոպայի չեմպիոն եւ Հայաստանի բազմակի չեմպիոն։ Եվ արդեն իսկ 13 տարի է, ինչ մեծահասակ կյանքում մարզում եմ երեխեքին որպես սենսեյ եւ միաժամանակ մարզում եմ որպես պրոֆեսիոնալ մարզիկ։ Մեր կարատեն ավանդական կարատե է։ Խի ավանդական, ինքը իր խոսքը ասում է, հենց ավանդույթներով պաշտպանված, այն ավանդույթներով, որը եղել է 50, 100, 150 տարի առաջ։ Այդ նույն ավանդույթները մինչ օրս մենք պաշտպանելով մարտարվեստի այն գաղափարները, հմտությունները, կատարելագործված տեխնիկան, բայց ոչ սպորտային, փորձում ենք երեխեքի մեջ պահպանել այդ ինքնակատարելագործումը, ինքնաճանաչումը, հոգու, մարմնի, ոգու, այն պայքարը, նույն ինքնաճանաչումը, որպեսզի երեխան կոփվի, ինքը իրեն ճանաչի, տվյալ վարժությունները կարատեի ավանդական ստիպում են տիրապետել մեր մարմնի ամեն մի փոքր մասնիկին, ճանաչել մեր մարմինը, մտքով ճիշտ կառավարենք մեր ամբողջ տեխնիկան, շնչառության հաշվին կառավարում ենք նույն ձև մեր տեխնիկան, այսինքն կարատեն ավանդական այն մարզաձևն է, որտեղ մեր մարմնի բոլոր հնարավորությունները մենք օգտագործում ենք մեզ ճանաչելու համար։ Առաջնային կարատեն նաև այն մարզաձևն է, որ պետք է մարզվենք առաջնահերթ մեր առողջության համար, ինքնաճանաչման, կարգապահության, ինքնապաշտպանության, իսկ այն մարզաձևերը, որը հիմնվում են հենց մրցումների, մրցաշարերի, այդ հիմունքների վրա են հիմնվում, արդեն ինքը իրեն եւ առողջական տեսակետից է վնաս դառնում մեր մարմնին եւ հոգեպես է որ ասма հավասարակշռությունից գցում է։ Իսկ այն ժամանակ, երբ մենք երեխաներին տրամադրում ենք մարզվել քո առողջության համար, ինքնաճանաչման, ինքնապաշտպանության եւ այդ նմանատիպ շարքերը փորձում ենք սերմանել երեխաների մեջ, այդ կերպ երեխաները սկսում են մարզվել ամեն մեկը իր մարմնի կատարելագործման եւ ինքնաճանաչման զարգացման համար, որը շատ կարեւոր է հիմիկվա կյանքում։ Այո, Hills-ում յուրաքանչյուրի համար կա նախատեսված մարզաձև եւ շատ կարեւոր է, որ երեխաներին հենց մանուկ հասակից սովորեցնել սիրել սպորտը եւ սիրել իհարկե մարզվելը ու հետեւել իհարկե սեփական առողջությանը։ Հետեւել առողջությանը կարեւոր է նաեւ սննդի տեսքով նույնպես, որովհետեւ ճիշտ սնվելը նույնպես առողջության գրավական է։ Այսօր սնվելու հետ կապված եւ իհարկե առողջ սնվելու հետ կապված նորից թակավորում է Ադրինեն իր խոհանոցում։ Հիմա տեսնենք թե ինչ ընթացք ստացավ 4 պանիրներով պատրաստվող պիցան, Ադրինե։ Սուրեն ջան, շնորհակալ եմ խոսքը ինձ փոխանցելու համար։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, այո, ինչպես Սուրենը նշեց, այսօր 4 պանիրով պիցա ենք պատրաստում։ Շատ հեշտ եղանակ, շատ հեշտ տարբերակ, պարզապես պետք է բաղադրիչները ունենալ ձեռքի տակ կամ գնալ գնումներ կատարել, բայց պատրաստման եղանակ շատ հեշտ է, ընդամենը ձեռք բերել շերտավոր խմոր պատրաստի տեսքով, պանիրները քերիչով անցկացնել, այսպես լցնել, շարել իրար վրա եւ տեղափոխել ջեռոց, ինչը հենց այս պահին մենք կանենք։ Իհարկե շերտավոր խմորը ես բացեցի եւ այն ընդհանրապես պետք է տեղափոխենք մեր ուրեմն տապակի մեջ։ Այսպես ես փորձեմ այս տարբերակով տեղափոխել տապակի մեջ, եզրերը իհարկե, որը ավելորդ է, մենք կարող ենք կամ կտրել, կամ պարզապես թողնել, ես իհարկե կթողնեմ, կծալեմ դեպի ներս, երբ պանիրները լցնեմ, այնպես որ սա էլ ըստ ճաշակի, ոնց կցանկանաք։ Կարող եք շատ հավասար պարզապես եզրերը կտրել եւ քառակուսի այս տարբերակով ուրեմն եփել պիցան։ Ահա, ինչ ենք անում հետո։ Ես արդեն մեկ հավկիթ հարել եմ այստեղ եւ պետք է այն տրորենք մեր խմորի վրա, որպեսզի մեր պանիրները կպնեն խմորին եւ ավելի այսպես հյութեղ դարձնեն։ Փորձենք տրորել, այստեղ հավկիթի հետ սիրելիներս ցանկության դեպքում կարող եք թթվասեր խառնել կամ կաթ խառնել, ինչպես դուք կցանկանաք, բայց պարտադիր պայման չէ, այնպես որ ոնց ձեզ հարմար է։ Ես օրինակ միայն հավկիթը կտրորեմ եւ վերջ։ Այսպես, փորձենք ամբողջությամբ տարածել այն,
որպեսզի պանիրները ամբողջությամբ կպնեն խմորին։ Այսպես որ հատվածում իհարկե չեմ տրորել ես զգուշությամբ, այսպես կհետևեմ եւ երևի թե այս տարբերակը ամենալավն էր, լցնել միանգամից խմորի վրա եւ տարածել։ Այստեղ այս հատվածում կարելի է, ես այս հատվածները ինչպես ասացի ծալելու եմ, պետք է էլի տրորել հավքի թով։ Այսպես։ Ահա, կարծում եմ պատրաստ է ամբողջությամբ եւ իհարկե այս պահին կարելի է նաեւ պատարակաղով ծակծկել խմորը, որպիսի այն օդ խաղա եւ խմորը ամբողջությամբ ներքևի հատվածում էլ եփվի։ Այսինքն խմորը ավելի թեթև դարձնենք։ Բոլոր հատվածները պետք է այսպես ծակծկել։ Պատրաստ է։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա մենք մեր պանիրները, այսինքն պետք է լցնենք մեր խմորի վրա։ Ես իհարկե այստեղ խոհանոց է, նորմալ է, սովորական վիճակ է խոհանոցի համար, սիրելիներս, չմտածեք, որ այս իրավիճակում եմ ես աշխատում, ինչ որ բան այն չէ, ամեն ինչ նորմալ է։ Այսպես շարունակենք մեր գործը։ Ես այստեղ ավելացնում եմ միայն սիրելիներս կապերսի հատիկներ ունեմ, ինձ թվում է հետաքրքիր կլինի։ Իհարկե սա ուղղակի ես այս պահին հասկացա, սառնարանում ունեի կապերսի հատիկներ եւ մտածեցի, որ շատ հարմար կլինի մեր պանիրների հետ եւ իհարկե այստեղ միայն որպես հավելում համեմի սերմ եմ ավելացնելու չորացրած։ Այստեղ ունեինք մոցարելա, սուլուգունի, բրունի տարբերակները եւ իհարկե մոթալ ենք ավելացնելու, մեզ պետք է այս քերիչով անցկացված պանիրները լավ խառնել, որպեսզի բոլորը միախառնվեն իրար եւ լցնենք մեր խմորի վրա։ Ես համոզված եմ, շատ համեղ է լինելու։ Այո, ես էլ։ Եվ ասենք, Ես որ ինքը շատ եմ սիրում պիցցա եւ պանիր։ Այ բոլորս։ Եվ այս ասենք, որ կան մարդիկ, որ ընդհանրապես չեն սիրում պանիր, գիտես, հա։ Պանիր, այո, ինչու ոչ, գիտեմ եւ ինքս էլ իմ շրջապատում կան մարդիկ, եղել են եւ կան մարդիկ, ովքեր խույս են տալիս, պարզապես սարսափում են պանիր, եթե սեղանին պանիր ես դնում, նրանք չեն նստում սեղանի շուրջ, բայց Դե հիմա։ Ես ասեմ, որ այս բոլոր պանիրները Hello-ը ապրանքանիշն է ներկայացնում, որը ներկայացվում է կաթնամթերքի լայն տեսականիով է ներկայանում եւ իհարկե այս ամենը արդեն հասանելի է Հայաստանի սահմաններից դուրս։ Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցները ունեն հնարավորություն հայկական խանութներից ձեռք բերելու եւ իհարկե վայելելու այս ամբողջ տեսականին։ Hello-ն Սյունած լեռների համն է փոխանցում բոլորից, շատ կարևոր է։ Օրվա ընթացքում էլ պետք է նաև ճիշտ սնվելից, ճիշտ սնունդը նաև պահածոյացված տարբերակով մեզ առաջարկում է Երջևանի գինու գործարանը, որտեղ ներկայացված են պահածոներ շատ մեծ ընտրանի, ես հատկապես մեծ թուլություն ունեմ թթուների հետ կապված, դե նաև դուք տեսնում եք կոմպոտների լայն տեսականին, որոնք նույնպես հասանելի են եւ շատ համեղ են, տալիս են տնական պատրաստած կոմպոտների համն ու բույրը։ Սա շատ կարևոր է, այնպես որ Երջևանի գինու գործարանը հասանելի է յուրաքանչյուրին։ Այո, այս ընդհանրապես բոլոր ներկայացրած մթերքները հասանելի են բոլորին, խանութներում առատորեն կա, այնպես որ կարող եք գնալ ձեռք բերել սիրելիներս եւ դուք էլ փորձեք ու հասկանաք, եթե մենք ասում ենք, որ շատ համեղ է, իսկապես մենք անկեղծ ենք ձեզ հետ, դուք էլ կհասկանաք, որ դա այդպես է, այնպես որ կարող եք փորձել։ Ահա, մենք նաեւ ավելացնենք այս կտորները թողնեմ այստեղ, փշրանքները հիմա կլցնեմ մեր այս տեսականու վրա, պանրի այս հսկա հայկական ռոկֆոր պանիր։ Կանաչիներով Ես հիշում եմ, որ կար հորած պանիր տարբերակը ժամանակին շատ էր, հիմա էլ կան խանութներում վաճառում են։ Եվ շատ պոպուլյար է, ասեմ քեզ, այո, բոլորը շատ ձգտում են հիմա օգտվել հորած պանրից, այնպես որ սա համարյա դրա հորած պանրի ավելի այսպես ցիվիլ, չգիտեմ,
Բավականին հարուստ բույրով, ես կասեի։ Այո։ Դե հիմա, բա Ուրեմն այդպես պանիր է, բա ինչ եք ուզում։ հնեցված պանիր է։ Եվ կապերսի հատիկները հիմա տեղ Այն կգտնեն։ հորած պանիր, որ ասում են, այսինքն կճուճների մեջ հնեցնում են հողի մեջ, դա իհարկե նորմալ է։ Ես քանի որ այդպես էլ Սյունեցու պետք է լինի։ թոռ եմ, շատ եմ փորձել կերել փոքր ժամանակ նաև հենց Սյունիքից բերված, հա, այդ ավանդական հորած պանիրը եւ շատ համեղ էր։ Եվ ասեմ, արտասահմանցիների համար սա շատ պատվելի պանիր է, նրանք երբ գալիս են Հայաստան, իրենց համար շատ այսպես հետաքրքիր է, երբ ուտում են այս պանիրը, որովհետեւ Էկզոտիկա։ Այո, ինչու՞ ոչ։ Դե ամեն ինչ պատրաստ է, հիմա արդեն ճանապարհենք, Ես թե փակում ենք հիմա կողքերը։ ծածկում եմ անկյունները, այսպես ենք անում եւ իհարկե ինչպես նշել էի, այստեղ ես համեմի սերմ եմ ավելացնելու, մի փոքր էլ իհարկե ուզում եմ իմ կողմից որպես հավելում սև Իմ պղպեղ կողմից էլ մի փոքր սև փոքր սև պղպեղ կանենք, որպեսզի հետաքրքիր դառնա ուտեստը եւ իհարկե համեմի սերմը, որը շատ էլի հետաքրքիր ու հարուստ կդարձնի, կարող եք այստեղ նաեւ իմիջայլոց նշեմ, ուրցը շատ կհամեղացնի, յուրահատուկ կդարձնի։ Ես կարծում եմ, որ այս պաների մեջ կա ուրց, որտեղ հոտը գալիս է։ Հոտը գալիս է։ Դրա համար էլ ես ավելացրեցի ընդհանրապես համեմի սերմ։ Ահա պատրաստ ենք, կգնանք դեպի ջեռոց, այն կեփենք 180 աստիճանի տակ, երևի 15 րոպե մեզ լիովին բավարար է։ Դե հենց այդ 15 րոպեներ մենք օգտագործենք, որ արդեն տաղավարում շարունակենք զրույցը մեր հյուրերի հետ խոսելու ենք ՏՏ ոլորտից, այսինքն IT ոլորտն է մեզ հյուրընկալվում եւ բավականին հետաքրքիր ինֆորմացիա ունենք կիսվելու մեր հեռուստադիտողի հետ, այնպես որ մնացեք մեզ հետ, այս բան կարճ դադար։ Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ իհարկե ինչպես խոստացել էի ծրագրի երկրորդ հատվածում խոսելու ենք էլի շատ արդիական ու շատ բավականին հետաքրքիր թեմայից IT ոլորտը, ՏՏ ոլորտը կամ ինչպես ասում են, հա, Սովորիր IT ընկերությունը ՏՏ մասնագետների պատրաստման առցանց կենտրոնն է, որի գլխավոր նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կրթել 100,000 եւ ավելի ՏՏ մասնագետ եւ յուրաքանչյուրին ցուցաբերել անհատական մոտեցում կրթության եւ աշխատանքի տեղավորման հարցում։ Սովորիր IT ընկերության գործադիր տնօրենն է այսօր մեր հյուրը Մարտին Ղազարյանը եւ Սովորիր IT ընկերության մարքեթինգի եւ PR բաժնի ղեկավար Արմինե Գրիգորյանը։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Մի ոլորտ եք ընտրել, որ այսօր ժամանակակից է ամենապահանջված մասնագիտություններից մեկն է IT։ Ինչու հենց այս ոլորտը։ Շատ լավ, նախ շնորհակալություն Սուրեն ջան ներկայացնելու համար։ Մենք հատուկ ենք ընտրել IT ոլորտը, քանի որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում մեծ միտում կա IT տեխնոլոգիաների զարգացմանը։ Հայաստանում տեսանք, որ բաց պահանջարկ կա այս ոլորտում ու հիմնեցինք 2023 թվականին մեր կազմակերպությունը Սովորիր IT-ին, որը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների պատրաստման առցանց եւ հետագայում արդեն նաեւ ի ուրախություն բոլորի օֆլայն կենտրոն է, երկու հիբրիդային մոտեցումամբ սովորեցնում ենք տարբեր մասնագիտություններ։ Ոլորտի արդիականությունը մնայուն է ու այս պայդրությամբ մեծ պահանջարկ ունի, պահանջարկը գնալով աճում է տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության եւ մի շարք այլ ուղղվածությունների առաջընթացի հետ։ Այսինքն ոլորտը բավականին մեծ պահանջարկ ունի, դատելով նաև նրանից, որ այս ընթացքում քանի ուսանող եք ունեցել արդեն։ Թվով 7500 եւ ավել ուսանողներ ենք ունեցել այս տարիների ընթացքում ու ուսանողների քանակը գնալով շատանում է, մոտ 100 միլիոն անգամ Հայաստանի Հանրապետության տարածքում ցուցադրվել ենք այս պայդրությամբ։ Վաու, սովոր դասընթացներն անցնում են on-line եւ off-line, հա, երևի ամենաառաջին ավելի շատ երևի on-line-ի տարբերակում են։ Այո, on-line-ը պանդեմիայից հետո ամենահարմար տարբերակն էր on-line կրթության անցումը ու դրանից հետո հենց այդ հիմքերի որոշմամբ ենք այդ որոշումը կայացրել։ Սկզբից սկսել ենք on-line-ով, այս պայդրությամբ ունենք 4 տեսակ, այսինքն on-line անհատական, on-line խմբակային, off-line անհատական եւ off-line խմբակային, այսինքն 4 ենթատեսակով թվով 55 եւ ավել դասընթացներ ունենք ենթախմբերով իրենց։ Սա երևի նաև տալիս է հնարավորություն մարզերում մեր հա հայրենակիցները այնտեղից կարողանան սովորել նաև։ Ոչ միայն մարզերում, այլ նաև հայկական Սփյուռքում, որովհետև ուսանողների մի որոշ հատված նաև արտասահմանից են ու հնարավոր աշխարհի թվով 37 երկրներից ունեցել ենք ուսանողներ։ Լավ, եկեք մոնիտորինգ անցկացնենք ու հասկանանք, թե որն է ձեր առաջարկած ամենապահանջված դասընթացները եւ ձևաչափերը։
Այս պայդրությամբ ամենապահանջված դասընթացը մեր մարքեթինգային դասընթացներն են, քանի որ այդ IT բառով ունենք նաև IT-ի հետ կապված դասընթացներ, բայց IT-ից դուրս հավելյալ դասընթացներ ունենք, որոնք ունեն բավականին հետաքրքիր պահանջարկ եւ շուկայում հետաքրքիր հաստիկներ, թափուր հաստիկներ, որոնք համալրվում են այդ մասնագետներով։ Դրանցից են սոցիալական մեդիա մարքեթինգը, SMM-ը, գրաֆիկ դիզայնը, թվային մարքեթինգը, բիզնեսը Amazon-ում, բիզնեսը Wildberries-ում եւ մի շարք այլ հարթակներում, որոնք մեծ տենդենսներով դեր գնում են առաջ ու սրանք մի մասն են ընդհանրապես մասնագիտությունների SMM-ից մինչև արհեստական բանականության դասընթացներ ունենք այս պայդրությամբ։ Եվ եթե այս ձեր նշվածներից, եթե հասկանանք այսօրվա երիտասարդությունը ավելի շատ որ կողմն է գնում։ Ավելի գնում են դեպի մարքեթինգային ուղղություններ, որովհետև մարքեթինգը ավելի հեշտ է, մարքեթինգը ավելի համապարփակ կրթություն է տրամադրում իրենց ու տեսլական է, որ Հայաստանից անգամ նրանք կարող են արտասահմանյան կազմակերպությունների հետ հեռավար տարբերակով աշխատել, հնարավորություն է տալիս այդ կրթությունը ստանալ։ Շատ լավ, իսկ հիմնական խնդիրները, որոնք փորձում եք լուծել Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս, որոնք են կրթական ձևաչափի մեջ։ Այս պայդրությամբ ամենակարևոր խնդիրը, որը փորձում ենք լուծել, դա մարդկանց մոտիվացիայի բարձրացումն է։ Ինչու մոտիվացիան։ Մեր համար շատ կարևոր է մոտիվացիան, որովհետև ամեն ինչի, այսպես ասած, մոտիվը, շարժուղուշը հենց մոտիվացիան է։ Մենք ունենք քառափուլ ուսուցում, այսինքն ուսուցում, որից հետո անցնում են փորձաշրջան, սերտիֆիկացում եւ աշխատանքի կամ կարիերայի կենտրոն։ 4 փուլերը հնարավորություն են տալիս յուրաքանչյուր ուսանողին ստանալ կրթություն, կրթությունից հետո իր կրթությունը պրակտիկ տարբերակով կիրառել համապատասխան ընկերություններում կամ ում հետ համագործակցում են կամ շուկայում մեզ երբ դիմում են, որից հետո արդեն գրանցված սերտիֆիկացում եւ մեր ամենահետաքրքիր մասը աշխատանքի կենտրոնը, աշխատանքի կենտրոնի մասին գործընկերուհիս նկարագրի։ Աշխատանքի կենտրոնում ցանկացած ուսանող սկսում է իր ինքնակենսագրականը կազմելուց, հետո տարբեր փուլեր կան, որտեղ սովորում է ինչպես իրեն ներկայացնի հարցազրույցներում, ուսանողների soft skill-երն են բացահայտվում, զարգացվում, ուսանողներին ծանոթացնում ենք այն հարթակներին, որտեղ իրենք կարող են գտնել աշխատանք Հայաստանում եւ Հայաստանից դուրս, եւ ունենք բավականին լավ ցուցանիշներ, մեր ուսանողները կարողանում են նույնիսկ ոչ թե Երևանում, այլ մարզերում, իրենց գյուղերում, քաղաքներում կարողանում են առցանց գտնել աշխատանք եւ աշխատել արտերկրում։ Շատ կարևոր բան եք ասում, որովհետև այսօր շատ են կենտրոններ, որ առաջարկում են ուսում, հա, ու հետո վերջ, այսինքն ուսովորեցիք, ահա ձեզ դիպլոմ, դե գնացեք գցեք ձեր աշխատանք։ Դուք ասացիք, որ նաև զբաղվում եք եւ հետեւողական եք, որպեսզի հետագայում արդեն ուսանողը կարողանա նաև անցնել աշխատանքի։ Այո, մենք ունենք բազմաթիվ գործընկերություններ, որոնք սպասում են մեր ուսանողների ավարտելուն, որպեսզի իրենց ընկերություններում անցնեն փորձաշրջան։ Այո։ Դասընթացները ինչպես են կազմակերպում օֆլայն տարբերակով։ Շաբաթվա մեջ քանի անգամ են, ինչպիսի հաճախականությամբ, որտեղ ըստ այս ամենի ես մտածում եմ, որ կան մարդիկ, ովքեր նաև սա անցալում են որպես արդեն երկրորդ կամ երրորդ մասնագիտություն եւ շատ անգամ աշխատանքից հետո ունեն ժամանակ գնալու եւ սովորելու։ Այո, այս պայդրությամբ մեր օֆլայն դասընթացները կազմակերպվում են թե օֆլայն տեղում ձևաչափով եւ թե հիբրիդային, այսինքն նաեւ օֆլայնի դասերին հնարավորություն ենք տալիս մասնակցել հեռավոր մարզերից ու հիբրիդային ձևաչափով, եթե սահմանափակում ունեն Երևան այցելելու, որտեղ բոլոր դասերը իրականացվում են Երևանում մեր օֆիսից, կենտրոնից եւ հնարավորություն է ստանում նաեւ մարզերից մասնակցել դասերին։ Այստեղ ամենակարևորն է, որ իրենք կարողանում են երեկոյան ժամերին միանալ, որտեղ երեկոյան ժամերին են մեծամասամբ մեծ պահանջարկ ունեցող դասընթացները այսպես գրաֆիկորեն տեղադրված։ Նայեք, մի հետաքրքիր բան կա, հա, սկսվեց IT ոլորտի զարգացումը, մուտքը ու հետո զարգացումը։ IT ոլորտը այնքան զարգացավ, որ ստեղծեց AI, հա, կամ արհեստական բանականություն, որը ասում են հետագայում սպառնում է հենց IT ոլորտին, որովհետև հենց արհեստական բանականությունը կարող է արհեստականորեն կատարել այդ ամբողջ աշխատանքը, որն այսօր անում է մարդը ՏՏ ոլորտում։ Որքանով եք տեսնում այս բախումը եւ մասնագիտության երկարացումը, հա, որովհետեւ եթե գա հասնի այդ վտանգին, այլես մասնագետներ պետք չեն լինի, որովհետեւ կա արդեն AI, որ ամեն ինչ կանի։ Ինչ եք կարծում որպես այս դաշտի մարդիկ։ Իրականում այս պահին AI-ը համարյա թե բոլոր մասնագետներին օգնում է ու առաջիկա տարիներին ինձ թվում է կօգնի։ Դեռ կօգնի, մինչև հասկանում որ արդեն վնասում է։
բայց կարծում եմ Հայաստանի Հանրապետության տարածքում դեռևս դեռ մի 15-20 տարի է որպես օգնող լինելու ոչ թե փոխարինող, որովհետև խելացի մասնագետները հարստական բանականությունը ճիշտ կիրառելու դեպքում իրենց աշխատանքի ժամանակը կարողանում են ճիշտ տնօրինել, որովհետև ես ինքս անձամբ տեսել եմ, որ բժիշկներ վերցնում են այսպես ասած դիագնոզը տեղադրում հարստական բանականության մեջ ու ավելի հարմար տարբերակով հետ ստանում։ Եթե մի process կարելի ավելի արագացնել, կարելի է օգտագործել այդ գործիքը, բայց ոչ թե փոխարինի, որովհետև դեռ հայերեն լեզվով, դեռ Հայաստանի Հանրապետության տարածքում ինքը ամբողջովին ճիշտ եւ հասանելի չի կիրառվում, չի գործում։ Այսինքն այն բոլոր առարկաները, որոնք դասավանդվում են, հա, սովորել IT-ում, դեռ բավականին հեռանկարային են։ Այո, կլինեն հեռանկարային, քանի որ արհեստական բանականությունը երբեք մարդկային գործոնը չի կարողանալու փոխարինել, հատկապես բիզնես եւ հաճախորդ բիզնես գործատու աշխատակից հարաբերությունները, որոնք արհեստական բանականությունը չի կարողանալու ծածկել։ Լավ, դուք նշեցիք, որ մենք համագործակցում ենք բավականին շատ կազմակերպությունների հետ, որոնք հետագայում արդեն զբաղվում են մասնագետներին իրենց մոտ հրավիրելով։ Այ ինչ գործընկերներ կան, ովքեր կան այս դաշտում, որոնք կարող են վստահ ներկայանալ ձեր կողմից որպես մասնագետի, չգիտեմ, հրավիրող։ Այս պայծրությամբ ունենք թվով 70 եւ ավել համագործակցություններ, որոնք ոչ միայն մասնագետների ներգրավման համար են, այլ նաեւ կազմակերպության, սոցիալական ուղղվածության, քանի որ կազմակերպությունը ոչ միայն կրթական դասթասներ տրամադրող կառույց է, այլ նաեւ հստակ սոցիալական գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում, թվով 2000 եւ ավել մարդկանց հնարավորություն ենք տվել անվճար տարբերակով հենց մեր մոտ սովորելու։ Այն գործընկերները այս պայծրությամբ որ կան, հիմնականում կապված են մեր բիզնես դասընթացների, սոցիալական մեդիա մարքեթինգի դասթասների, իրենք մարքեթինգային կազմակերպություններ են, որոնք հայտնի, որոնք որոշակի չափ նոր բացված, որոնք հնարավորություն են տալիս մեր ուսանողներին իրենց մոտ փորձաշրջան անցնելու, լավագույն արդյունքներ գեներացրած ուսանողներին հենց հետագայում նաև աշխատանքի առաջարկ անելու։ Ու այս պայծրությամբ, եթե սոցիալական կտորից խոսենք, հնարավորություն ենք ունեցել համագործակցել մի շարք պետական կառույցների հետ, համագործակցում ենք թվով 10 համայնքապետարանների հետ մարզերում, ունենք տարբեր նախագծեր հենց մարզերում, որպեսզի մարդիկ չտեղափոխվեն մարզերից Երևան կամ Հայաստանից դուրս մնան իրենց մարզերում եւ աշխատեն։ Համագործակցում ենք միավորված ազգերի կազմակերպության հետ, 2 անգամ արդեն բարեհաջող ծրագիր ենք արել, երկրորդ ընթացքի մեջ է ու մի շարք այլ կազմակերպությունների ու ՀԿ-ների հետ։ Շատ լավ, նշեցիք, որ SMM, հա, այս բոլոր տիրույթները արդեն կան ձեր դասավանդման process-ի մեջ։ Ինչ շատ հետաքրքիր է, քանի որ կան առարկաներ, կան մասնագիտություններ, որոնք սովորելու ընթացքում պահանջում են նաև պրակտիկա, ավելի կիրառելի դարձնելու համար, հմուտ դառնալու համար, պետք է հենց պրակտիկորեն օգտագործել։ Հատկապես հենց SMM ոլորտը, հա, մի քիչ հասկանանք ինչքանով են կարողանում ապահովել հենց այդ պրակտիկան։ Պրակտիկայի կտորը մեզ մոտ հատուկ մեթոդ ունենք, որը նախատեսված է յուրաքանչյուր անձ peer-to-peer մեխանիզմով ընկերոջ համար, այսինքն միասին գտնելով անգամ իրար օգնելով պրակտիկան mentorship-ի հետ կարողանալ համատեղել ու ունենք կազմակերպություններ, որտեղ կարողանում ենք ուղարկել նաև պրակտիկայի ու ունենք ուսանողներ, որոնք մեծամասամբ անցնում են պրակտիկան հենց իրենց անձնական բիզնեսի վրա։ Բիզնեսի վրա, երբ դու քո սեփական բիզնեսի վրա ես պրակտիկա տանցնում, ավելի հնարավորություն է տալիս ծանոթանալ թե մարտահրավերներին, թե սխալվելու եւ թե հաջողելու, որի արդյունքում ունենք շատ մեծ հաջողություններ գեներացրած ուսանողներ։ Ովքեր են դասավանդողները։ Սա նույնպես շատ կարևոր է, որովհետև դու եթե քեզ ուզում ես հասկանաս այդ մասնագիտություն, պիտի հասկանաս ում ես վստահում քեզ, ում ձեռքերում ես դու, որպեսզի կարողանաս հետո արդեն դառնալ լավ մասնագետ։ Մեր դասախոսները, դասավանդողները մի շարք կազմակերպություններում բավականին տարիների աշխատանքային փորձառություն ունեցող անձինք են, ովքեր հմտանում են եւ յուրաքանչյուր օր վերակրթվում են նաեւ կազմակերպությունը, որովհետեւ իր սոցիալական պատասխանատվության ներքո է վերցնում նաեւ իր թիմակիցների հետագա կարիերայի աճը, կարիերայի կրթական աճը նաեւ ու փորձում է օգնել, որպեսզի իրենք եւս այդ կրթությունը ստանան։ Իրենք վերապատրաստվում են ու հենց մեզ մոտ էլ արդեն սկսում են համագործակցությունը, սկսում ենք դասընթացները։ Շատ լավ, ինչքանով են կարողանում այսօր ընդլայնել աշխարհագրությունը հենց այս ուսման process-ի հետ կապված։ Որտեղից ունենք ուսանողներ, ովքեր միանում են կամ գալիս են, ինչքանով է աշխարհագրությունը արդեն մեծացել։ Բավականին մեծ մասշտաբով ենք աշխատում, այս պայծրությամբ Հայաստանի բոլոր մարզերից ունենք ուսանողներ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Քուվեյթից, ուսանողներ ունենք Լեհաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, մի շարք երկրներից, ովքեր տեսել են մեզ սոցիալական հարթակներում, դիմել են մեզ, փորձել են սկսել ու նաև հետագայում իրենց բիզնեսների համար Հայաստանից աշխատակիցներ են նաև վերցնում, սկսում են համագործակցություններ անել։
Շատ լավ, դուք ներկայացնում եք դասընթացների մի ամբողջ գրաֆիկ, հա, ցանկ, որը հասանել է երիտասարդ սերնդին, որովհետև լեզվի իմացությունը այսօր երիտասարդ սերնդի համար շատ հեշտ է, բայց կա միջին սերունդ, որը ուզում է, հա, օրինակ SMM կամ չգիտեմ, մարքեթինգ ուսումնասիրել, բայց մտածում է դե եթե անգլերեն չգիտեմ, բա ոնց պիտի այս ամեն ինչ անեմ եւ դա ինձ համար խոչընդոտ է։ Եկեք խոսենք հենց ճակերտավոր խոչընդոտի մասին։ Արդյոք այդպիսի բան կա, որ եթե լեզվին լավ չեմ տիրապետում, այդ մասնագիտություններն ինձ համար անհասանելի են։ Սովորիր IT-ում չէ, որովհետև հայերեն են հիմնականում դասընթացները ու շատ մայրիկներ նույնպես կարողանում են դասընթացներ վերցնել, տանը նստած կարողանում են սովորել ու արդեն տանից աշխատանք գտնել։ Այսինքն այն պետք չի բարձ իմանալ անգլերեն։ Այո։ Ցանկալի է, բայց այո, դասընթացներ ունենք, որոնց դեպքում որոշակի պայմաններ, սեռատարիքային կազմ, համագործակցության ձևաչափ եւ այլն կամ ֆիքսված, որտեղ պետք է այդ պարամետրերին ապահովել, բայց ունենք հիմնական դասընթացներ, որոնք սկսնակի համար են նաեւ նախատեսված, ոչ հիմնական գիտելիքներով մարդիկ կարողանում են կամ իրենց մասնագիտությունը փոխել դառնալ այդ մասնագետը սովորելուց հետո կամ նոր մասնագիտություն ձեռք բերել, որովհետեւ մեր համար հենց դա է հիմնական կետը դրված, որ մարդկանց հնարավորություն տակ իրենց մասնագիտությունները կամ փոխելու եւ ավելի կայուն բարեկեցիկ ապագա ունենալ։ մի կուրսը ինչքան է տևում։ Տևողությունը սկսվում է մոտ 2 ամսից մինչև 7 ամիս։ Ունենք տարբեր ամիսների ձևաչափերի կուրսեր։ Այսինքն մոտավորապես պետք է հասկանալ, որ այսքան ժամանակ հաստատ պիտի տրամադրել այս աշխատանքը։ Այո, ու շատ կարևոր է ճիշտ ժամանակ տրամադրելու ու սովորելը, որովհետև միայն սովորելու արդյունքում են իրենք հաջողության հասնելու, որովհետև կազմակերպությունը իր թիմը ինչքան էլ օգնի իրենք, եթե անձնապես ցանկանան կրթություն ստանալ ու համապատասխան կրթությունը ստանալ ու մի քիչ էլ, այսպես ասած, ինքն իրեն սովորեն, լավ արդյունքների, այսպես ասած, իրենք չեն կարողանալու հասնել։ Իսկ հետևողական է ինչ եղան ձեր ուսանողները, հա, որոնք սովորեցին, ավարտեցին, տեղավորվեցին աշխատանքի, արդյոք աշխատատուն տալիս է ձեզ ֆիդբեք, այո, մալադեց, ապրեք, ինչ լավն է, կամ չգիտեմ, այսինչ վատ ուսանող եք ուղարկել, մասնագետ չի եւ այլն։ Այո, հատուկ մասնագետ ունենք, որը գործատուների հետ մշտապես կապի մեջ է լինում եւ այդ ֆիդբեք կարծիքները հավաքագրում է ու կարծիքների հիման վրա մենք վերլուծություն ենք կատարում, թե ինչ մարտահրավերներ ունենք ապագայում, ինչ սխալներ ենք օրինակ գործել, որտեղ հայկական բիզնեսները, առհասարակ բիզնեսները միշտ ունեն մենթե սխալներ, ու այդ սխալների վրա սկսում են իրենց շտկումները կատարել ու դրա հիմքով էլ արդեն մեր ապագա պլանավորումներն ենք իրականացնում հետագա մասնագիտությունների կամ դասընթացների վերապատրաստման կարգի վերաբերյալ։ Ինձ հետաքրքիր է 7000-ից ավել ուսանող ունեք։ Ամենաերիտասարդ եւ ամենատարեց ուսանողային տարիքը ո՞րն է, որ մինչեւ հիմա ունեցել եք։ Ամենաերիտասարդը 9 տարեկան եւ ամենատարեցը 67։ Իսկ ինչ մասնագիտություններ էին ուսումնասիրում։ Երկուսն էլ սոցիալական մեդիա մարքեթինգ։ Սոցիալական մեդիա մարքեթինգ։ Վաու, հետաքրքիր է։ Շատ լավ, եւ քանի որ օրեցօր են ավելանում, հա, ժամանակակից մասնագիտությունները, հատկապես ՏՏ ոլորտում, ինչքանով եք ուսումնասիրում դաշտը, հետեւողական եւ արդյոք նոր մասնագիտության դեպքում կարողանում եք շատ արագ վերցնել եւ մասնագետ ունենալ եւ տալ նաեւ հենց այդ դասավանդումը։ Ունենք հատուկ թիմեր, ովքեր զբաղվում են շուկայի օրեկան, շաբաթական եւ ամսական վերլուծությամբ, որպեսզի հասկանանք եւ արդի մնանք շուկայում, քանի որ կարեւոր է շուկայի բոլոր մարտահրավերներն եւ փոփոխություններին միշտ պատրաստված լինելը։ Ու ամսվա մեջ ունենում ենք նոր դասընթացներ նաեւ։ Նոր դասընթացների մեկնարկներ ենք սահմանում, նոր խմբերի մեկնարկներ կամ նոր ձևաչափեր, միքս դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս նաեւ այն մարդկանց, ովքեր ցանկացել են մեզ մոտ սովորեն, սակայն այլընտրանքային տարբերակում մենք չենք ունեցել այդ կրթությունը, չենք ունեցել տվյալ դասընթացը, իրենց հետ առաջարկ ենք ուղարկում, որ արդեն ունենք այդ դասընթացները, կարող եք սկսել եւ սովորել, որովհետեւ մեր սոցիալական մեդիան միշտ իրենց համար բաց եւ հասանելի է։ Սկսել եւ սովորել, շատ լավ բան ասաց մեր հյուրը եւ երբեք ուշ չի սովորել եւ շատ կարեւոր է։ Այնպես որ շնորհակալություն ձեզ, որ այս կարեւոր նախաձեռնությունն եք իրականացնում, սովորել, ինչպես ասում են ժամանակին մի պապիկ, որի անունն է Լենին, բայց հիմա լավ է, որ արդեն մեր ժամանակներում բոլորը սովորում են եւ մտածում են նոր մասնագիտություններ, հա, արդեն ընկալելու եւ հաշվի չառնելով դե իմ տարիքը արդեն անցել է, ինչի՞ս է պետք։ Այդպես չի։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սարգոն Կարմիր Չոր գինին, որովհետեւ ձեր յուրաքանչյուր հաղթանակ հենց այս գինու միջոցով կարողանաք նշել եւ քանի որ կա ոչ թե ՏՏ ոլորտում, այլ ավելի շոշափելի եւ տեսանելի արվեստի ոլորտում արև բացիկներ հասկացողությունը, նախատեսված լինելով սիրելի ու հարազատ մարդկանց էմոցիաներ նվիրելու համար, ուզում եմ ձեզ նվիրել այս երկու բացիկը, մեկը Հայկոյի երգից է ներառված, երազս կատարվել է սրտումս ես, մյուսը Դուրյանի խոսքերն են, դու ծաղիկ ես բույրով ես հարուստ, դու արև ես լույսով ես հարուստ, այնպես որ սա նվիրեք ձեզ համար հարազատ ու սիրելի մարդկանց եւ թող օրը սկսվի էմոցիաներով ու արևով։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն ձեզ եւս։
Շնորհակալություն, հիմա մեր ուրերին կճանապարհենք, վերադառնանք եւ Ադրինի հետ միասին կամփոփենք ծրագիրը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, պատրաստ է մեր պիցցան, ինձ մնում է միայն ջեռոցից հանել այն։ Հրաշք, ահա տեսեք, թե ինչպիսի տեսք ունի այն։ Սիրելիներս, ես կարծում եմ այս համեղ պիցայի հետ, 4 պանրով պատրաստած պիցայի հետ, ես կարծում եմ շատ համադրելի կլինի տոմատի հյութը, շատ համեղ, Իջևանի գինու եւ պահածոների գործարանի արտադրանքը եւ իհարկե առաջարկը շատ համեղ է, խորհուրդ եմ տալիս գնել այս պիցան պատրաստել եւ վայելել։ Սիրելիներս, ձեզ լավ նայեք, լավ հագնվեք, լավ սնվեք եւ փորձեք այնպես անել, որպեսզի ձեր տրամադրությունը տեղը լինի։ Ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք, լավ մնացեք։ Շնորհակալություն Ադրինե, համոզված եմ, որ շատ համեղ է, որովհետև արդեն բույրը ամբողջությամբ տարածվել է մեր տաղավարում, քիչ հետո կավարտենք ծրագիրը եւ ամբողջ թիմով կճաշակենք 4 պանրով պիցան։ Ուզում եմ նշել, որ այդ 4 պանիրները եւ ընդհանրապես կատնամթերքի լայն տեսականի ներկայացնում է Elola ընկերությունը, որը առաջարկում է հենց այդ լայն տեսականին, որտեղ առկա է Սյունյաց լեռների համը եւ բույրը։ Այս ամենը վայելելու համար պետք է նաեւ գնալ հայկական խանութներ Հայաստանի սահմաններից դուրս եւ հենց այնտեղից նույնպես ձեռք բերել Elola-ի ամբողջ տեսականին։ Հասանելի է աշխարհում նաև Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող լայն տեսականին գինիների, պահածոների եւ իհարկե կոմպոտների, որոնք նույնպես կտան ձեզ լավ տրամադրություն եւ իհարկե տնականին պատրաստված համն ու հոտը։ Եվ չմոռանանք, որ քանի որ մոտենում են շատ կարևոր տոններ, խոսքը վերջի զանգի մասին է շրջանավարտների համար, եւ բնականաբար պետք է շնորհավորանքներ եւ էմոցիաներ նվիրել։ Այսպիսին բացիկներ նախատեսված են շրջանավարտների համար վերջին զանգ Թաթա Սիմոնյանի երգի հետ կապված, որտեղ նաեւ տալիս են հնարավորություն գրելու ձեր բարեմաղթանքը։ Իդեպ բացիկի ետևի մասում կա մեծ QR կոդ, որտեղ պարզապես պահում եք հեռախոսը եւ միանգամից արդեն միանում է Թաթա Սիմոնյանի երգը։ Վերջին զանգ, հենց այս տրամադրությունը թող լինի ձեզ համար արև բացիկների հետ միասին։ Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել Master Right Barber Shop-ին, որտեղ կարող եք գնալ եւ դառնալ Արա Գեղեցիկը։ Վարպետները, բարբեր վարպետները միանգամից ձեզ կարգի կբերեն։ Իսկ Master Right-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում, հատուկ բարևներս եւ ողջուններս ողջ թիմին Արտակի գլխավորությամբ։ Դե ես կարծում եմ, որ ամեն ինչի մասին ասացի, ոչինչ չմոռացանք, այս առավոտը արև նվիրեցինք ձեր դրսում անձրևոտ է եղանակը, բայց ոչինչ, ձեր ներսի արևն ու ջերմությունը հաստատ էլ ավելի շատ է։ Իսկ չմոռանանք ամենավերջում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։